Այսօր բեմում են 9 դասանցիները հերթական անգամ և այսօրվա մեր փոքրիկ միջոցառումը գարնանային նվիրված է մի երևույթի, հանուն որի ինչպես ասում են աշխարհում տեղի են ունենում բոլոր դրական բաները և որի բացակայությունից տեղի են ունենում աշխարհի ամենավատ երևույթները, հանուն որի քանդվել են կայսրություններ, հանուն որի աշխարհներ են իհարկե դուրս եկել, հանուն որի ապրում ենք մենք բոլորս։ Խոսքը սիրո մասին է և այս սիրով բեմը տրամադրում եմ 9 դասանցիներին, որոնք կտանեն մեզ սիրո հեքիաթային աշխարհ հայտնի դասականների ստեղծագործությունների միջոցով։ Սերը միշտ եղել է արվեստի և գրականության ասպատ թեմա։ Այն տարեր շարունակ ոգեշնչել է մեծանում գրողներին, ստեղծել մարդկանց ճակատագրեր և փոխել պատմության ընթացքը։ Սիրելի ճեմարանականներ, հարգելի հյուրեր, 9 դասանցիները ձեզ են ներկայացնում համաշխարհային գրականությունից ստեղծագործություններ նվիրված սիրո տոնին։ Սերը ունի հազարավոր լինելներ և հնչերանգներ, բայց դրա գեղեցկությունն այն է, որ այն բոլոր լեզուներով հնչում է նույնքան ջերմ ու խոր, բարի վայելում։ Դու հասարակ մի դերանում և ընդամեն այդ քո երկու հատիկ տառով այս բովանդակ աշխարհին ես ինձ դերանում։ Դու 2 տառ ու այս գարնան հողի նման քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում։ Դու 2 տառ և ահա ես երջանկության համն եմ զգում իմ բերանում, անջատումին եմ բերանում և թերանում եմ կատարել հրամանը տառաբանքի։
Я помню чудное мгновение. Передо мной явилась ты, как мимолетное видение, как гений чистой красоты. Oh, my love is like a red, red rose that newly sprung in June. Oh, my love is like the melody that sweetly played in tune. Il tuo nome, un soffio nella notte, mi guida luce tra le ombre del dubbio. Le tue risate, onde in un mare calmo, e rompono il silenzio e colorano il mondo. Zwischen Sternen, wir zwei allein. Dein Blick weckt mein Herzbein. Hand in Hand im Morgenschein, unsere Seelen tanzen herein. Je suis allée au marché aux oiseaux et j'ai acheté des oiseaux pour toi, mon amour. Je suis allée au marché aux fleurs et j'ai acheté des fleurs pour toi, mon amour. 小小一间房，只有一扇窗，窗内有风景，天天变幻影。 Սերը գոյության հանճարն է միած, սիրո հակառակը ամենևին է չսիրելը չէ, մահն է պարզապես։ Հարակ եկեցիկ, Նայելի Զարյան, երաժշտությունը Արշակ օպերայից։ Ահավասիկ և սերը։ Նա, որին փնտրել եմ ես, երազներիս ոսկե վազանապատում։ Չկար մի այր, որ ողոքեր իմ սիրտը ոցակես, որ առնական հանդգնությամբ նայեր իմ աչքերին ու դողազներ հոգուս։ Իսկ նա, ուր արտացին, արդյոք սիրում է ինձ։ Օ, սիրտ իմ, մի տրոփ իր այդպես ապերասան, ես Նինոսի գաղ կգրավեմ նրան, ու կբերեմ յուր նինվե բարձրաբերձ ուր արտուից, ու կփրեմ ասորեստան նրա ոտքերի տակ, շամիրամասիրո համբավը քարադրոք, թող սրանը աշխարը ծակեցակ, թող տղրդակ ալիք դարի մեջ։ Լուարդն իր էվությամբ նման են անձրի, որից կիզող բոցի վրա տեղած, երկու պատկեր, երկու կրակ, այրվում են իմ հոգում, մեկը մի բան մանում է, իսկ մյուսը բորբոքվում, պարակտելով իմ սիրտը, ուր գնամ Լուարդ, հայոց աղբյուրն է քաղցրահամ, հայոց լեզուն և քաղցրախոս, հայոց խզորենին, նրա ազնիվ պտուղն է իմ անուշաման որդին, ես պարտ եմ Լուարդին։ Շամիրա, դու խորամանկ ես, խելացի, դու քաչ գիտես, որ քեզանից եկած իրեր լիսկան նշան նայում են կախարդիչ քո աչքերով, և ինձ դարձյալ ոսևան սիրով։ Ով հյուրաստինք, ով ոսկե մայրը տանահիտ, դու ինձ պարգևեցիր սիրո կրակն անշել, փեցայացավ ինձ երկվորյակ Վահագնի, և ես դարձա երջանկագույն կանանց մեջ, ուրեմն ինչու ես ինձ խլում, ինչ պարգևել էիր այնքան շռայլակին, թե աստվածները մեզ նրա համար են հասցնում երջանկության ամենաբարձր գագաթին, որ վայր հյուրորելով չափեն անդունդը մեր անկման։ Եթե ինձ հզոր է Շամիրամ յուր հմայքով, եթե ճախրել է սերս յուր բնից անվերադարձ, ապա այն ժամ ամրապնդիր դու իմ հոգին, որ չար մարդիկ իմ արցունքով չուրախանան, որ չհասնեն հարաճանքներս ոսողին, չփշրվի իմ կանացի հպարտության ադամանդյա կեղևը, պահպանիր դու ինձ։ Ռոմեո և Ջուլիետ, Ուիլյամ Շեքսպիր, երաժշտությունը կինոֆիլմից։ Օ Ռոմեո, Ռոմեո, ինչու ես դու Ռոմեո, ուրացիր հորդ, ժխտիր անունս, եթե կամք չունես, ուխտիր ինձ սիրել, և ես կզնուհար եմ կապոլ եմ դունել։ Լսեմ ավելի, թե պատասխան տալ, ինձ սիատը կոչի, ես կնեմ նորից մկրտված, էլ այսուհետև ես Ռոմեո չեմ։ Ինչ եմ օրնեգյում, ոչ ձեռքեր, ոչ ոտք, ոչ բազուկ, ոչ դեմք, ոչ էլ մի այլ մաս մարդուն պատկանով, առուրիշ անուն, ինչ կա անվան մեջ, այն ծաղիկը, որին վարդ ենք անվանում, մի այլ անունով դարձյալ կացագեր, նույնչափ անուշ բույր։ Ասեմ թե ով եմ, անունս Մոնտեքյո, ատելի է ինձ, կանձյան չնամի է քեզ, և թե գրվածն էր, ես պատար կանեի այն։ Այդ ինչ մարդ ես դու, որ վարակուրված գիշերվա քովով գալիս կորզում ես սրտից գաղտնիքը։ Օրհնյալ գիշեր, ես վախենում եմ,
որ այս ամենը լոկ մի երազնքի շտեղոցում, քանզի այսքան չքնապվան, չի կարող իսկականություն։ Romeo and Juliet, William Shakespeare. Oh, Romeo, Romeo, wherefore art thou, Romeo? Deny the father, and refuse the name, or if thou but will not be sworn my love, and I will no longer be a Capulet. Oh, speak again, bright angel, for thou art. I'll take thee thy word, call me, but love, and I'll be your Baptist. Henceforth, I never will be your Romeo. What's Montague? It's nor hand, nor arm, nor foot, nor face, nor any other part belonging to a man. Oh, be some other name. What's in a name that which we call a rose? By any other name would smell as sweet. By name, I know not how to tell the who I am. My name, dear saint, is hateful to myself, because it is an enemy to thee. Had I it written, I would tear the whole. What man art thou, that thus basquined in the night, so stumblest on my counsel? Oh, blessed night, I am a fiend. Being in the night, all this but a dream, too flattering, too sweet to be substantial. Փարիզի աստվածամոր տաճարը, Վիկտոր Հյուգո։ Ասեք, ինչու փրկեցիք ինձ։ Դուք կարող եք բաժապես թողնել ինձ եւ չխառնվել։ Դու մոռացել ես այն շտարականին, որ մի անգամ փորձեց առավրան գերքես, իսկ մյուս օր առավոտյան դու իրեն օգնության ձեռք մեկնեցիր։ Մի կաթիլ ջուր ու մի քիչ կարի ցանկ, ավելի շատ բան արժի, քան ինչ կարող եմ ես քեզ փոխհատուցել իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Դու մոռացել ես այդ շտարականին, բայց նա դեռ քեզ հիշում է։ Խեղճ մարդ, ուրեմն այն դուք էիք։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես չէի նկատում իմ տգեղությունը։ Մինչև հիմա ես համեմատում եմ ինձ ձեզ հետ, հասկանում եմ, ինչքան դժբախտ տղեշ եմ։ Իսկ դուք ավելի շողք եք, թռչնակի եք։ Իսկ ես ինչ մարդ չեմ, ավելի ողնակող եւ ող։ Չնայած նրան, որ մենք այդքան տարբեր ենք, մենք նույնքան դժբախտ ենք եւ նույնքան հալածված։ Անտոնիոս և Կլեոպատրա, Ուիլյամ Շեքսպիր, երաժշտությունը Անուշ օպերայից։ Աղքատեսերը եթե եզր ունի։ Կուզեմ իմանալ, թե որ աստիճան կարող եմ սիրվել։ Ուրեմն պետք է նոր երկիր գտնես և նոր տիեզերք։ Օ, որքան ծանր է վճիրս հայտնել։ Օգնիր ինձ, թե չէ վայր կընկնեմ։ Այս ցավը երկար չի կարող տենել։ Անկին թագուհի։ Հեռու կաց։ Ինչ է պատահել։ Թող կինդ գիտենա, որ քեզ չեմ պահում, անզոն եմ վրա, նա է քո կինը։ Կլեոպատրա։ Ինչպես կարող եք արձենալ, թե իմ ես։ Հնազանդ առայլ այն շուրթերին, որոնք խախտում են սեփական ուխտը։ Անկին թագուհի։ Հրաժեշտ մաղթիր ու ընկիր ճամփա։ Վերջ որ պարսավիր դու սիրուն ստույք հավատա դու սիրուն, որ իմանում է պատվի փորձությունը։ Երեխա չեմ, որ հավատամ, օ, կեղծավոր սեր։ Մեր բաժանում անջատում չէ կարծես, այստեղ մնալով գալիս ես ինձ հետ, իսկ ես գնալով մնում եմ քեզ հետ։ Պիտի բաժանվենք, բայց կետ մի խոսք բարենք, ես ու դու սիրում էինք իրար, բայց դա էլ չեղավ, մոռացված եմ ես։ Կարմեն, Պրոսպեր Մերյում է, երաժշտությունը Ժորժ Բիզե, Կարմեն օպերայի։
Моя Кармен, ты хочешь быть со мной? Я буду с тобой до смерти, но жить с тобой я не буду. Я тебя прошу, образумься. Все прошлое позабыто. А между тем ты знаешь, что ты меня погубила. Ради тебя я стал воровать и убивать. Хосе, ты требуешь от меня невозможного. Я больше тебя не люблю. Теперь я никого больше не люблю. И ненавижу себя за то, что когда-то любила тебя. В последний раз прошу, останься ты со мной. Нет, нет, нет! Անուշ, Հովանես Թումանյան, Անուշ օպերայի նախերգանքը և անպիտակից պարը, կոմպոզիտոր Արմեն Տիգրանյան։ Նստիր վրանում, ինչ ես դուրս գալիս խելքամաղանում, աշխուղ ես սարքել, չեմ հանգստանում, խաղեր կապելով, չորեր չապելով։ Թող, կանչում են ինձ, մերս կիմանա։ Չէ, Անուշ, քիչ է, մի քիչ էլ մնա, այ սարի աղջիկ, այ սիրուն աղջիկ, այ դու կարմենաթուշ, դու խամազ Անուշ։ Չէ, թող ես գնամ, ախ ինչ խենթ եմ ես կհալվեմ, ջուր կդառնամ, ես չգիտեմ ինչ կդառնամ, թե որ մին էլ այսպես մնամ։ Աման, երեցիր սիրտս քո սիրով, էլ չեմ դիմանա, կփախցնեմ զորով, որտս կապեցիր թել-թել մազերով։ Ասում են ուրին, աղջիկ էր ինձպես, մնում էր յարին ու չեկավ նա տես։ Խեղճը դողալով, անհույս կրացավ, դարդից չորացավ ուրենի դարձավ։ Ջերի վրա գլուխը կախած, դեռ դողում է նա, ու լարիս կամած։ Ու ամբողջ տարի մի միտք է անում, թե յարի, ոնց է մորանում։ Համլետ, Ուիլյամ Շեքսպիր, երաժշտությունը կինոֆիլմից Դմիտրի Շոստակովիչ։ Առ իմ երկնային հոգևին պաշտերի, չկնաղագեղ Օֆելիա։ Տերին, վերջերս դու շատ ապացույցներ տվել եք ձեր համակրությանը։ Սիրելի Օֆելիա, հոտանավոր գրելու մեջ անվարժ եմ, հետեծանքներս չափագրելու արվեստը տրված չէ ինձ, բայց որ քեզ ամեն բանից ավելի եմ սիրում, ամեն բանից ավելի հավատա դրան։ Չգիտեմ Համլետ, թե ինչ մտածեմ։ Կասկածիր աստղերի փայլելու վրա, կասկածիր արևի շրջվելու վրա, ճշմարտության վրա նույնիսկ կասկածիր, բայց սիրուս վրա դու մի կասկածիր։ Տերին, դուք միայն պատվավոր ձևով ձեր սերն եք հայտնում, և ձեր խոսքերը երկնքի բոլոր սուրբ երկրներով հաստատում։ Օթելո, Ուիլյամ Շեքսպիր։ Իմ սիրելի Օթելլոս։ Որքան զարմացած, նույնքան ուրախ։ Հոգուս հրճվանք։ Հոգիս հասել է այնքան անսահման բավականության, որ վախենում եմ։ Սրան հավասար երջանկություն, էլ չի վիճակի իմ հետ վախել։ Աստված ոչ անե, այլ միշտ մեր սերը և հրճվանքը համաչափ աճեն մեր օրերի հետ։ Ամեն։ Սիրելի Դեզդեմոնա, ով երկինք, որ շատ խոսում եմ հրճվանքիս վրա, դեռ չեմ փշտանում։ Նա խեղդում է ինձ, շատ է ինձ այսքան այս և այս լինեն մեր
իր ամենեն խիստ ընդհանումներ են։ Евгений Онегин, Александр Сергеевич Пушкин. Я к вам пишу. Чего же воля? Что я могу еще сказать? Теперь я знаю вашей воли меня презрением наказать. Но вы к моей несчастной доле, хоть каплю жалости храня, вы не оставите меня. Сначала я молчать хотела. Поверьте, моего стыда вы б не узнали никогда. Когда б надежду я имела, хоть редко, хоть в неделю раз, в деревне нашей видеть вас, чтоб только слушать ваши речи и слово молвить, а потом все думать об одном и день и ночь до новой встречи. Но говорят, вы нелюдим. В глуши, в деревне все вам скучно, а мы ничем мы не блестим, хоть вам и рады простодушны. Вы ко мне писали? Не отпирайтесь. Я прочел души доверчивые признания. Супружество нам будет мукой. Я, сколько не любил бы вас, привыкнув, разлюблю тот час. Признанием также, без искусства. Я вас люблю, любовью брата, а может быть еще нежней. Полюбите вы снова, но учитесь властвовать собою, не всякий вас, как я, поймет. Случайно вас когда-то встретил, вас искру нежности заметил, я и доверить не посмел, свою постылую свободу я потерять не захотел. А счастье было так возможно, так близко, но судьба моя уже решена. Я думал, волнность и покой – замена счастью. Боже мой, как я ошибся, как наказан. Я вышла замуж, вы должны, я вас прошу меня оставить. Я знаю, у вас сердце есть и гордость, и прямая честь. Я вас люблю, к чему лукавить? Но я другому отдана, я буду век ему верна. Սերը խոսքերից էլ ուժեղ է, բայց երբ այն խոսք է դառնում է արվեստ։ Այսօր մենք ձեզ հետ կիսվեցինք արվեստի մի փոքր մասով։ Շնորհակալություն ուշադրության համար։ Դերակատարներ Արա Գեղեցիկ, Նայիրի Զարյան, աշակերտ օպերայից։ Դերակատարներ Մերի Պետրոսյան, Արմեն Մարտիրոսյան, Հայկուհի Գալստյան։ Արման Ալեքսանյան, Գայանե Պողոսյան, Կարոն Նահապետյան և Գայա Բոյաջյան։ Փարիզի աստվածամոր տաճարը, լիար և վարելի։ Դերակատարներ Նարեկ Քաչիկյան, Աննա Մեսրոպյան։ Կարմեն, դերակատարներ Էդգար Ազարյան, Յանա Բաղարյան։ Անուշ և Սարով, դերակատարներն են Էլիզա Փանոսյան և Պապին Հակոբյան։ Արսեն
Արմինա Սարգսյան։ Օթելո, Էմմա և Դավիթ։ Եվգենի Անեգին, Ռաֆի Հովանեսյան, Տաթև Պետրոսյան։ Նունե Տերտերյան, Տաշնակահար և Թամարա Դավթյան Բալուհի։ Նաև Ադրիանա Սարգսյան, Քարահար։ Մարնե Հովանեսյան։ Սիրելի ջերմանական համայնք, այսօր մենք փորձեցինք մի շատ փոքրիկ ինչ-որ բանով ներկայացնել համաշխարհային գրականության գոհարներից ստեղծագործություններ։ Ես կարծում եմ մեր սաները կարողացան այսքան ծանր ուսումնական շրջանում լինելով հանդերձ կատարել իրենց հնարավոր ամեն ինչը, որպեսզի ձեզ ինչ որտեղ հաճույք պատճառեն։ Շնորհակալություն բոլոր մեր սաներին, շնորհակալություն ձեզ, որ եկաք եւ ունկնդրեցիք մեզ օգնող խմբից Տիկին Աննա, Տիկին Իլոնա, բոլորիդ շատ շնորհակալ եմ մեր մանկաբարձներից։ Ես ուզում եմ այն հիմա նորից շատ բարձր ծափահարել։ Կարծում եմ մեր դերասանները, արտիստները, մեր սաները հրաշալի կատարեցին իրենց առջև դրված խնդիրը, այն է մեզ տեղափոխվել համաշխարհային դասական գրականության աշխարհ, սիրո աշխարհ, հրաշալի ներկայացաք, հրաշալի բոլոր ստեղծագործությունների իմաստը ներկայացեցիք, սիրո գաղափարի անսահմանություն ներկայացեցիք, բայց ես վստահ եմ գործընկերներն պես ովքեր կարդացել են այս բոլոր գործերը, ես մեկ անգամ մեզ համար հասկացանք, որ այնպես է ստացվել, որ դասական գրականության մեջ ինչքան էլ գեղեցիկ է ցույց տրված սիրո այդ անծայրածիր աշխարհը, այդ ապրումների հարստությունը, զգացմունք, որը քեզ կարող է երկինք բարձրացնել ու նետել ամենախորը անդունդը, ամեն դեպքում ես ուզում եմ, որ ձեր իրական կյանքում ձեր սիրո պատմությունները միշտ ունենան երջանիկ ավարտ, ոչ թե այնպես ինչպես այս ստեղծագործությունները։ Ուզում եմ սիրով լի կյանք ունենալ, ձեր սերը միշտ լինի փոխադարձ, ձեր սերը միայն թևեր տա և երկինք տանի, բայց այդ բայրևերումներին էր պատրաստ եղեք, դե հիմա այդպես է, սերը այդպիսի առազդրայել չի լինում։ Ես կարծում եմ նորից արժանիք բուրըն ծափահարությունները, Արմանը կարող կարծես բանները։ Ճիշտն ասած ուզում եմ նաև բոլորիս կողմից շնորհակալություն հայտնեմ Տիկին Մարինեին այս հրաշալի ներկայացումը։ Բավականին բազմաթիվ համար։ Իրոք անկախ նրանից, որ ի վերջո Օթելոն պիտի խեղդի Դեսդեմոնային, Ռոմեո ու Ջուլիետ իրար չպիտի հասնեին, բայց ընդելի խոսքով այս դասականները մի քիչ մռայլ են գրել, շատ կարդացեք դասական ստեղծագործողներին, շատ կարդացեք։ Դրանք ձեզ համար կստեղծեն արժեքային շատ կարևոր հենք, որը ձեզ ամբողջ կյանքում կուղեկցի։ Տիկին Մարինե, ձեզ նորից շնորհակալություն, որ հավատացիք մեր սաներին, հավատացիք իրենց հասունությանը, հավատացիք այս բարդ թեման վստահելով նրանց։ Մի հանդեպ բարձր ծափահարել, չեղիք ու բերիք գնալ, ամեն
Չմոռացանք ձեր գեղեցիկ զգեստների համար մեր ծնողական համայնքին բարձր շնորհակալություն, բոլորը անտեսների էին ձեր կերպարներում։